Մյուս հարցը ուղարկել է օգտատեր Սամվել Հովհաննիսյանը։ Մասնագետները խոսում են ԱՄՆ, Իսրայել, Թուրքիա սկող դաշինքի մասին, որն ուղղված է նախևառաջ Եվրամիության դեմ։ Ինչ արժեք ունի Հայաստանն ԱՄՆ-ի համար, արդյոք մեր արևմտամետ քաղաքականություն վարելու դեպքում ԱՄՆ-ն չի շարունակի Ռուսաստանի քաղաքականությունը եւ տարածաշրջանում սեփական շահերի համար զոհաբերվում են հիմնականում հայերի շահերը։ Նախ ես չգիտեմ որտեղից է նման ենթադրություն, որ հիմնականում ուղղված է Եվրամիության դեմ ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Թուրքիայի սկող դաշինքը։ Հա, դաշինքին ինչ են ենթադրում։ Այսօր Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները հնարավոր ամենասերտ հարաբերությունների մեջ են։ Այսինքն հնարավոր ամենալավ հարաբերությունների մեջ են։ Եվ ռազմական առումով դաշինքի մեջ են ՆԱՏՕ-ն, եւ բազմաթիվ կազմակերպություն եւ առևտրի առումով ընդհակառակը։ Այսօր Եվրամիությունը եւ նավթան, այսինքն հյուսիս ամերիկյան առևտրային ազատ առևտրի կազմակերպությունը բանակցություններ են արում եւ շուտով այդ շուկաներն էլ անգամ կմիավորվեն։ Ստեյցան կստեղծվեն ոսկի միլիարդը, որին մենք շանս ունենք միանալու, եթե ստորագրենք Եվրամիության հետ ասոցիացիան պայմանագիրը, որից հրաժարվեցինք։ Չէ՞ որ այսօր ակնհայտ է, որ ռեսուրսներն ու տեխնոլոգիաները չեն բավարարելու ամբողջ աշխարհում, եւ ստեղծվելու է ոսկի միլիարդը, որը լինելու է ամենազարգացածը, բարեկեցիկը եւ ակնհայտ է մյուսների ռեսուրսների։ Մենք չգիտեմ ինչի փակեցինք այդ դուռը, որ մեզ տրված էր։ Ինչ վերաբերում է նրան, որ կարող է ԱՄՆ Ռուսաստանի նման զոհաբերի մեր շահը, դա բազմաթիվ գործոններից է կապված։ Ցավոք սրտի այսօր երբ որ նայում ենք, այսօր ոչ Արևմուտքը եւ ոչ ԱՄՆ շահագրգռված չեն Հայաստանի հզորացմամբ։ Ինչու՞, որտեղ Հայաստանը այլևս դիտարկում է որպես Ռուսաստանից ածանցյալ ինչ-որ գոյություն։ Չեմ ուզում ինչ-որ ասեմ պետական որակում, դա ինչ-որ մի գոյություն է։ Հիմա որտեղ շատ դժվար է որոշել Հայաստանի կարգավիճակը այսօր։ Արդյոք այն պրոտեկտորատ է, որտեղ եթե մեր արտաքին քաղաքականությունը, մեր պաշտպանական քաղաքականությունը, հիմա արդեն մեր տնտեսական քաղաքականությունը վերահսկելու, ասենք Մոսկվան, Ռուսաստանը, արդյոք կարելի է այսինքն Հայաստանը համարել լիիրավ սուվերեն պետություն։ Այնուհանդերձ Արևմուտքը եւ Միացյալ Նահանգները շահագրգռված կլինեն Հայաստանի հզորացմամբ, եթե Հայաստանը լինի ինքնուրույն եւ անկախ։ Այսինքն Հայաստանի անկախությունը ոնց ձեռը կտա իրանց այդ ժամանակ եւ հզորացումը ի հակակշիռ թուրքական ազդեցություն, ի հակակշիռ ռուսական ազդեցություն։ Այսօր Հայաստանի հզորացումը դա Ռուսաստանի հզորացումը է։ Ռուսաստանն էլ այսօր հանդես է գալիս որպես Արևմուտքի հիմնական հակառակորդ եւ Ռուսաստանն է նախաձեռնությունը։ Հիմա բնականաբար իմ թշնամու բարեկամը, իմ թշնամին է սկզբունքն է գործելու։ Մենք ակամայից հայտնվում ենք Արևմուտքի հակառակորդների եւ թշնամները, որը մեզ համար բնավ լավ չի, որտեղ ակնհայտ է, որ Ռուսաստան Արևմուտք դիմակայության մեջ Ռուսաստանը պարտվող կողմ է։ Այսինքն կասկած լինել չի կարող, հասկանում եք, չէ՞։ Շատ բարձ պատճառ է, որտեղ մենք չէ՞ որ ատոմային ռումբ ունեն եւ ատոմային ռումբը այո, ատոմային ռումբը չես սկսի հացի վրա եւ ուտի, հասկանում ես։ Ուտելու հարց կա։ ՍՍՄ-ը շատ ավելի ատոմային ռումբ ուներ, ուզում եմ հիշեցնել ձեզ, 27,000-28000 մարտագլխիկ, դա մոտավորապես այսօր Ռուսաստանը ոնց որ 3000-ի մոտ ունի, հաշվեք քանի անգամ 7-8 անգամ շատ ուներ, բայց միևնույնն է, երբ որ ժողովուրդը սոված մնաց, երբ որ խանութներում դադարեց լինել, այսինքն ապրանքները առօրյա, երկիրը քանդվեց, այսինքն ատոմային ռումբի շպիտի այս, ատոմային ռումբը դա ծախս բերող ինչ-որ մի բան է։ Եվ այսօրվա պարագային դու ատոմային ռումբով քիչ հարց կարող ես լուծել։ Հիմա ինչու պիտի պարտվի, որովհետև ՍՍՄ-ը շատ ավելի ուժեղ էր եւ քաղաքականապես, եւ տնտեսապես, եւ ռազմականապես։ Արևմուտքը շատ ավելի թույլ էր այսօրվա համատության դեմ։ Բնականաբար, եթե ՍՍՄ-ը չդիմացավ Արևմուտքին, ինչպես կարող է Ռուսաստանը, որ շատ ավելի թույլական ՍՍՄ-ը, իսկ Արևմուտքը շատ ավելի ուժեղական նախկին Արևմուտքը, որտեղ տեսեք ինչ էր գտնել միացան, ամբողջ արևելյան Եվրոպան միացավ։ Եվ տեխնոլոգիական առաջընթացը չմոռանանք, որ եթե ՍՍՄ-ը ինչ որ մի բան արտադրում էր տեխնոլոգիական առումով, եւ ասենք վատ հեռուստացույց, վատ սառնարան, բայց արտադրում էր էլի, աշխատում էր, ճիշտ է, գույները լավ չէին, բայց էլի հեռուստացույց էր, այսինքն ավտո էր արտադրում, որը
մի առանձնապես բանի պետք չէր, բայց գոնե գնում էր ակերուներ, շարժումներ։ Այսօր էլ չունի, այսքան Ռուսաստանը դա էլ չէ, եթե հանենք Ռուսաստանից արտադրանքից նավթն ու գազը, որ արտահանում է, տակը բան չի։ Բայց չէ՞ որ Ռուսաստանում օրինակ արտադրում են Toyota, Mercedes, տարբեր այդ մեքենաները։ Բայց դա ռուսական չի, չէ՞։ Toyota-ն ճապոնական է, Mercedes-ը գերմանական է, այսինքն Ռուսաստան միջել է սովորական աֆրիկական երկրի, հա, դա Չինաստանը մի քիչ ավելի բան է։ Այսինքն ցանկացած պահի նախ այդ Ես ուղղակի փորձում եմ հասկանում այսինքն ցանկացած պահի նախ այդ ամբողջը կարելի է հանգիստ դադարեցնել, այսինքն եթե մասը մյուս կողմից ինքնաբավ գիտություն չունի այսօր Ռուսաստանը, այս ուրիշ խնդիր կա, այսինքն որովհետև այսօր ցանկացած գյուտ անելու համար շատ ավելի մեծ ներդրում է պահանջում, նաև ֆինանսական ներդրում, քան առաջ էր, ամեն ինչ ավելի, այսինքն բանալու։ Այսօր տեսեք, ցանկացած միջին ռուսաստանցու առօրյա օգտագործման առարկաները նայեք, այսինքն ինչ է օգտագործում։ Քիչ առաջ ես տեսա, օրինակ Մեդվեդևը սելֆի էր արել iPhone-ով։ iPhone-ով, բնական, iPhone-ում նա ամերիկացիներն է։ Մեդվեդևը Twitter-ի վրա բան է գրում, որ էլի ամերիկյան է, Facebook-ի մեջ բան հանդես գալիս, որ էլի ամերիկյան է, որ կոմպյուտերով ինչ-որ մի բան, որ էլի ամերիկյան է, տպմանան էլի ամերիկյան է։ Այսինքն ինչ էլ իրանք ուզում է խոսան, որ այսպես, Ռուսաստանը չկարողացավ որևէ մի բան արտադրել, որը միջազգային շուկայում մրցունակ լինի։ Ես լավ հիշում եմ Գորբաչովը իր այդ շատախոսության տարիներն էր, գնաց Լենինգրադ եւ ինչ-որ երկու ինժեներ մի հատ ավտո էին սարքել, ասեց ինչ լավ բան է, կարելի է սրանից արտադրել եւ արևմուտքին հասնել են կողքի բաները, կուսակցական մակլավիկներն էլ ասում էին, չէ, ավելի լավ, ասեցին այո, գլխները տնտմբասեցին եւ ինչ, ոչ մի բան, որտեղ ուրիշ բան է, որ դու մի հատ մեքենա ես արտադրում, թեկուզև լավը, բայց ուրիշ բանը արտադրություն դնելը։ Սերիական։ Հա, գիտեք, հիմա կարող է, այսինքն երբեմն հատով ինչ-որ բաներ արտադրել, որը սովետական միության ժամանակել են անում, այսօր Ռուսաստանն էլ անում։ Այսպես ասած ընտրյալների համար։ Ընտրյալների համար հետո երբ որ դու ծախսի առումով համար տարբերություն չկա ինչ, բայց երբ որ դու շուկա ես մտնում, արդեն դու պետք է մրցունակ ես, դա շատ կարևոր հանգամանք կա այսօր։ Ռուսաստան չունի գաղափարախոսություն, ի տարբերություն սովետական։ Բայց կարծես կամաց այդ այդ ֆաշիստական գաղափարախոսություն է։ Արտակրակ իրենք ասում են, որ մյուսներն են ֆաշիստ, իրենք ասում են ազգային զարթոնք են։ Դե հիմա իրենք կարող շատ բան ասեն, բայց այսպես նայենք։ Ինչ բան է ընդհանրապես ֆաշիզմը, որը ճիշտ տեղակերպում չի, ես խալվեցի, դու ասեի նացիստական է դա, որտեղ ֆաշիզմը ավելի Իտալիայում բնորոշ է, այսինքն դա ատելություն է, ըստ էության բոլոր մյուս օտարների նկատմամբ, դա այլատացության վրա հիմնված բան է։ Մենք տեսնում ենք, այսինքն Բայց կոնկրետ Ռուսաստանը ում է ատում, որտեղ Ռուսաստան ասելով դա միայն ռուսը չի։ Ռուսաստանը ատում առաջին հերթին ինքն իրան։ Ինքն իրան ատում, որտեղ եթե օրինակ ինքն իր ասել այդ բանը չէ անի, որտեղ Ռուսաստանը որպես բազմազգ երկիր դատապարտված է։ Եթե անհեթեթությունը նման գաղափարով միայն ռուսախոսությունը հիմք ընդունել շատ քիչ է, դա շատ քիչ է, մենք գիտեք ինչ է, երբ որ նույն նայեք նացիոնալիստական շատ կուսակցություններ եւ քաղաքական գործիչների, այսինքն լեզվական մտածողությունը, դաշնակցության առաջին նիստերը ռուսերենով են գրվել, բայց ամենանացիոնալիստ մենք այսօր Հայաստանում ունենք հայ նացիոնալիստներ, որոնք հայերեն կարգին խոսալ չգիտեն։ Այսինքն այդ լեզու հարցը մի քիչ խիստ հարաբերական է, այնպես որ, բայց հարցը որն է, ես մի քիչ շեղում եմ, ՍՍՍՐ ժամանակ կար որոշակի գրավիչ գաղափարախոսություն, կոմունիզմ, դա ընդհանուր հավասարություն է, դա ձերի բժշկություն է, ձերի ուսում է, թե իրականության մեջ չկա, բայց դրսի ապրողը չգիտեր, որ դա այդպես չի։ Դրսի ապրողին բերում էին սիրուն ցույց էին տալիս ներկայացած խանութները, ցուցադրական բան ապրանքները լիք ամեն ինչ, ինքը չգիտեր, որ եթե այսինքն ասում էին միսը 1.90 է, այդ միսը չկար պարզապես։ Հիմա այսինքն կարելի է ցանկացած գին դնել ապրանքի վրա, որը չկա։ Կարելի է տապես 10 կոպեկ դնել, բայց եթե չկա, ինչ տարբերություն։ Հիմա խնդիրը դա է, որ իմ համոզմամբ Ռուսաստանի փրկությունը դա արևմուտքի հետ հնարավորինս ինտեգրացիայի մեջ է, թվում տնտեսական։
Ռուսաստանը դրան չգնաց։ Ցավոք սրտի չգնաց ավելի շատ խմբակային շահերից ելնելով։ Այսինքն կարծում եմ Ռուսաստանի ղեկավարությունն այսօր առաջնորդվում է իր շահերով, բայց այստեղ մի ուրիշ մեծ վտանգ կա, որ ինչպես Բժեժինսկին վերջերս արտահայտվեց, ասաց, եթե Ռուսաստանի ղեկավարությունը մեր բանկերում 500 միլիարդ փող ունի, հիմա ինքը ում ղեկավարությունն է, այսինքն ում ենթակայության տակ է, այսինքն ցանկացած բան 500 միլիարդը կարելի է կալանքի տակ դնել, եւ աստիճանաբար դա արվում է, նաեւ ուրիշ բան չմոռանանք, որ այսօր Ռուսաստանի գրեթե ամբողջ ղեկավարության ընտանիքի անդամները, զավակները սովորում կամ ապրում են, սկսած Ելցինից բոլորը, ինչա Պուտինի աղջիկները Լոնդոնում չեն, կամ ցանկացած ղեկավարի երեխա այսօր գտնվում է արևմուտքում։ Հասկանում եք, եւ հակառակը չկա, դուք չեք գտնի մի որը արևմտյան ղեկավարի, ասենք, երեխա, որը գտնվում է այս մարդու համար ամենաթանկ բանը որն է։ Կարծում մարդ երկու թափման, մեկը իր հայրենիքն է, մեկը իր ընտանիքն է։ Հա, մեկը իր ընտանիքն է, զավակները։ Եթե իրենց ամենաթանկվան իրենց զավակներին ի պահ են տալիս արևմուտքին, այդ նույն Ամերիկային կամ Բրիտանիային կամ Ֆրանսիային, ուրեմն դա լավ տեղ է։ Հակառակ պարագային իրանք իրենց երեխաներին այդտեղ չէին ուղարկի։